ինչ ծառայություններ կազմեցին, որ շրջանության երկարանացել։ Արցախն եք ազատագրել, ինչ-որ հողեր եք ազատագրել, Հանակ եք ծառայել, ինչ եք արել։ արյուն եք թափել, բարեբախտաբար ոչ եք մնացել։ Այս հարցին մի անգամ արդեն այլ գործընկերների հարցմանի պատասխան անդրադարձել եմ, նշելով, որ ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որ ես եմ իրականացնել, ենթադրում եմ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա, իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր հայրենիքին ծառայության կոնցեպտին, կարծում եմ, որ դիվանագիտական ծառայության միջոցով նույնպես կարելի է հայրենիքին ծառայություն մատուցել, իսկ ժամկետները, եթե ուշադիր լինեք, թե երբ է տեղ ունեցել այդ պարգևը, որի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության, տրամաբանորեն կարելի է հասկանալ ինչի համար է։ Կարծում եմ, մի քիչ արժեզրկել են այդ մեդալները, ամեն ինչ։ Տալիս են մարդկանց մեդալ, որոնց մատուցած ծառայությունները համենայն դեպս դուք կարող եք գնահատել, որ դրանք ծառայություն են հայրենիքին ասում, բայց հանրությունը չի դաշնում։ Ես չի որ պիտի այդ գնահատականը տամ, եթե այլ հարցեր ունեք համեց։ Դիվանագիտական ինչ հաջողություններ գրանցել, որի համար շահառունակել բանկին։ Օրինակ, Լիլիթ Պարագայից ասում են խաղաղության պայմանագրի կապված շատ մեծ ջանքեր եք գործադրել, դուք օրինակ։ Ենթադրում եմ, որ մի օր ես չեմ որ պիտի խոսեմ այն աշխատանքի մասին, որ արել են եւ ես չեմ սիրում։ Օրինակ, պատերազմի մասնակիցները մեկ շաբաթ առաջ պարոն Կոստանյանը այստեղ էին եւ իրենք համեմատական տարան ասացին, եթե Կոստանյանն էլ ստանում եք շքանշանովում էին, մենք չենք կարող այդ շքանշանը։ Առաջարկում եմ Հիմա դուք օրինակ ցավ չեք ապրում, որ մարդիկ ովքեր պատերազմին մասնակցել են, ովքեր անցել են շատ բաժան ու դժվար ճանապարհով, վերել են իրենց քրտիկով վաստակած մեդալները հետ են տվել եւ նաեւ համեմատական են տանում, որ եթե դուք եք ստացել, իրենք ուրեմն չեն ունենում մեդալ։ Ցավ եմ ապրում, որ նման ակցիա են իրականացրել, ամեն դեպքում զուգահեռները տեղին չեմ համարում եւ առաջարկում եմ համապատասխան հարցում ուղարկել կառավարությանը եւ գիտեք պրոցեդուրան մի վարքյան ավարտեմ կա հստակ պրոցեդուրա, որի միջոցով տրվում են այդ մրցանակները։ Ես չեմ, որ որևէ կերպ նախաձեռնել եմ ինձ որևէ պարգևի արժանացնելու գործընթացը, բայց առաջարկում եմ, եթե բովանդակային արտաքին գործերի նախարարության աշխատանքների հետ կապված հարցեր կան, դրանց պատասխանեմ, եթե ոչ Ձեզ արժանի համար է, ամեն դեպքում դուք ասում եք ես չեմ ուզում գնահատեմ, բայց դուք ձեզ արժանի ինքներդ ձեր աշխատանքը ձեզ արժանի։ Ես շնորհակալ եմ նման բարձրագույն պարգևի արժանացնելու։ Ես պատասխանեցի ձեզ։ Ձեր գիտական թեզերին որտեղ կարող է հանրությունը ծանոթանալ։ Դուք այդ պատրվակով եք, ծառայությունից խուսափել։ Պատրվակով բառի հետ չեմ համաձայնվի, ժամանակին այո ես աշխատանքներ տարել եմ այդ ուղղությամբ, ցավոք սրտի այս պահին աշխատանքի ծանրաբեռնվածության բերումով չեմ զբաղվել։ Ցավոք սրտի նշանակվեցիք պաշտոնի, բայց կարող եք չնշանակվել ազնիվ գտնվել եւ ինչի համար որ միտինգ եք գիտական թեզ։ Ինչի համար որ միտինգ եք անում, պարոն Կոստանյան, դրա համար էլ հենց ծառայեցին եք այդ միտինգը։ Կարապետյանի կառավարությունը լավություն արեց ձեզ եւ այլ ձեր Այդ գործընթացները չեն եղել ինձ համար կամ ուրիշի համար, դա ընդհանուր առմամբ եղել են կրթության ոլորտում բարեփոխումներին նվիրված։ Գործընկերս դաշնամուր են գիտական թեզերը։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Արտգործ նախարարության աշխատանքներին վերաբերող հարցեր կան։ Պատասխանեցի ձեր հարցին։ Վերջինս մամուլը գրել էր, որ Չի համապատասխանում իրականություն։ Չի համապատասխանում։ Չեք եղել նշված ռեստորաններ։ Նշված ռեստորանը ո՞րն է։ Որտեղ որ գնացել եք։ Իսկ ինչ էր նշված։ Մել եք, հետո դուրս եք եկել այնտեղ։ Հիմա այդ ձեր ամբողջ հարցի մեջից ո՞ր հատվածներ կոնկրետ։ Եղել է նման բան։ Ինչ։ Գնացել եք խմել եք թե չէ։ Ես բնականաբար երբեմն իմ ընկերների հետ ժամանակ անցկացնում եմ, ինչ վերաբերվում է միջադեպ լինելուն, չի համապատասխանում իրական, չի համապատասխանում։ Որ մի կնոջ հետ գնացել եք ռեստորան, փաբ, գիտեմ որտեղ ա եղել, խմել եք, դրանից ինչ-որ միջադեպ ա եղել։ Չի համապատասխանում իրական։ Սկզբից ինչև եք թե վերջում։ Պատասխանեցի ձեր հարցը։ Ձեր գիտական մասով ծեցեք ասացիք, ստացվում խապել եք կառավարությանը, Կարապետյանի կառավարությանը, որ խոստացել եք գնալ գիտական աշխատանքով զբաղվել, որ ազատվեք բանակից, բայց չեք։ Ոչ ստացվում է, որ ես սկզբում ընդունվել եմ ասպիրանտուրա, սկսել եմ այդ աշխատանքները իրականացնել, հետագայում
աշխատանքային ծանրաբեռնվածության բերումով չեմ հասցրել ավարտել այդ աշխատանքը։ Օրենքի նախագծը, որի վերաբերում է ձեզ վերաբերում իր թիմակցին, հա, որ ասում են Ինչի նկատի ունի։ ազատվում են ծառայությունից, ինչ որ պատվարներ, որը հիմա գումար։ Ինչի նկատի ունեք։ Նկատի ունեմ, որ շատ-շատերը մեր կառավարությունը նախկին իշխանություններին նեղացում են նրանով, որ նրանք թույլ են տվել ինչ-որ մարդիկ այդ գիտական մոտածների եթերների հետ կապված ազատվեն ծառայությունից։ Հաստատի այս իշխանության ներկայացուցիչներից մեկը այդ նախկինների ճակերտավոր բարիքից օգտվել է ու հիմա դրա համար հենց պատասխանատվություն չի կրում։ Դուք ասում եք ցավոք սրտի չեմ շատերի, բայց ցավոք սրտի արդյոք իրավական կամ քաղաքական բնականon է։ Կարող ուղղել։ Եթե որևէ օրինակ խախտում եք տեսել իմ գործողություններում, առաջարկում եմ դիմել համապատասխան Բարոյական չափանիշներ խախտում են, կարևոր տեսնում։ արտաքին գործերի նախարարության աշխատանքների հետ կապված հարցեր կան։ Այս թեմայով կարծում սպառեցինք այս թեման։ Դարձել եք փոխնախարարության առաջարժան նախագահի օգնական ու չեք գնացել ձեր աշխատանքը զբաղվել։ Դուք դրա համար եք խոստանում Կարաքարապետյանի կառավարությանը նախնին, որ երբում եմ կգնաք Այս թեմայով այլ մեկնաբանություններ չունեմ։ Եթե կան այլ հարցեր, համեցեք։ Ես ունեմ այդ հարցը։ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպումներ պետք է ունենա Բրյուսելում, տեղյակ եք ինչ հանդիպումներ են լինելու, Արծուղ Ալիևի հետ ինչ-որ նոր հանդիպումներ լինելու են, եւ Զանգեզուրի միջանցքի հետ կապված վերջո հասկացան այդ տերմինը օգտագործի, քանի որ Նիկոլ Փաշինյանը այսինքն կար հաղորդակցություն ըստ որի նախորդ հանդիպումների ժամանակ նաեւ դա է քննարկվել այդ միջանցք եզրիկ օգտագործել թե չէ։ Վերջը եկան ընդհանրային տարածքում։ Այսօր Բրյուսելում տեղի ունենալու Global Gateway համաշխարհային դարպասներ երկրորդ ֆորումը, որը գիտեք Եվրոպական միության լոգիստիկ, էներգետիկ ամենամեծ պրոյեկտներից մեկն է հանդիսանում, որը պետքա կապի Եվրոպական միությունը տարբեր այլ տարածաշրջանների, այդ թվում մեր տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ եւ վարչապետը հրավիրված է ելույթ ունենալ այս ֆորումի բացման արարողության ժամանակ, նաեւ նախատեսված են հանդիպումներ եվրոպացի այլ գործընկերների հետ եւ այլ երկկողմ հանդիպումներ տեղի կունենան։ Եթե իմ տեղեկությունները ճիշտ են, Ադրբեջանի նախագահը այս միջոցառմանը չի մասնակցում, ինչ վերաբերվում է ձեր կողմից նշված երկրորդ հարցին եւ այդ միջանցքի տերմինի կիրառությանը, կարծում եմ վարչապետի խոսնակը օրեր առաջ 3, եթե չեմ սխալվում, հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ, դրան ավելացնելու բան չունեմ այս բանը։ Պարոն Կոստանյան, ի վերջո ևս ստորագրելու ձեր նշած այս կառավարության պայմանները։ Մենք շարունակում ենք աշխատանքներ այս ուղղությամբ եւ վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել եւ հետագայում նաեւ ռատիֆիկացնել այս փաստաթուղթը։ Քոչյանի ասում է, որ այդ ստորագրությունը հանդիպումից հրավիրել Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչ ինչ, Նիկոլ Փաշինյանը ստացավ նկար Թրամփի հետ։ Հիմա մենք Հայաստանը ինչ է ստացել։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն խաղաղ եւ կայուն տարածաշրջան կառուցելու եւ սկսել է այդ գործընթացը եւ մենք նաեւ ստացել ենք հնարավորություն ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր ռեգիոնում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Քննարկումներ են ընթանում, երբ որ կլինեն հստակ հանգրվաններ, վստահաբար դրա մասին հանրությունը պատշաճ կարգով կտեղեկանա։ Հաջող են իրենց խոսքերից հետ կանում եւ օրենքի բան պայմանավորվում են, օրենք դրադատել խախտել։ Դուք երաշխիք ստացել եք Ալիևից, որ այս խաղաղության գործընթացը ավարտի կայացվի եւ այլևս որևէ միջադեպ հեչեւոսում հաղթանակ։ Մենք հույս ունենք եւ վստահություն ունենք, որ գործընթացը կգնա դրական ուղով եւ այն ընդհանուր դինամիկան, որը տեսնում ենք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո դրական ենք գնահատում։ Այսինքն իսկ բացի հույս ունենալուց երաշխիք կա, ինչ որ ձևով Ալիևը որևէ բանավոր ասել է, որ ոստանում չեմ խախտել։ Պատասխանից ձեր հարցին։ Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն երաշխիքներ տալ, բայց այն հայտարարությունները, որոնք հնչել էին նաև Սպիտակ տանը, խոսում էին դրա մասին, որ մենք մտնում ենք
կայուն եւ խաղաղ ժամանակաշրջան։ Այն որ Ալիևը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին բարբերաբար, չնայած որ այստեղից հակառակն է նրան հուշում, որ Զանգեզուրի միջանցքի սխալ է խոսում։ Դա այսօր խոսում է նրա մասին, որ այդքան է երաշխավորված չէ խաղը։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում Զանգեզուրի միջանցք անունով որևէ պրոյեկտ, այդ թվում կոմունիկացիոն պրոյեկտ չկա եւ չի կարող լինել, թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանությունները իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց Ինչու իրենց դա չեք ասում։ ասում են։ Դա չեն ասում։ Պատասխանեցի ձեր հարցը։ Որ Զանգեզուրի միջանցքի Ադրբեջան տրիպ Մենք այս ուղղությամբ եւ բոլոր խրթին հարցերի վերաբերյալ մշտապես հնարավորության դեպքում ունենում ենք քննարկումներ մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում ուղիղ ադրբեջանցի գործընկերների հետ նույնպես։ Ես եմ շնորհակալ։